Շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, հիմնականում մեր տաղավարից խոսում եք տնտեսական և ոչ միայն թեմաներով, մասնագիտորեն նաև բացատրելով այս իշխանության չակերտավոր վերած բարեփոխումները իրականում այդ ամենի տակ ինչ է թաքնված։ Հիմա էլի կանդրադառնանք նաև բժշկական ապահովության հետ կապված ինչ խաբկանք է իրականում տիրում, բայց մինչ այդ, երբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում էր ապրիլի սկիզբ, հստակ էր մի բան, և Օվերչուկի հայտարարությունը հետագայում և այնտեղ էլ հստակ էր, ԵԱՏՄ և այս երկու լարի վրա խաղը չի կարող լինել, բայց ինչ է անում ինքը Փաշինյանը։ Սկսենք այս հարցից, հետո արդեն մյուս թեմաները կզարգացնենք։ Բարեձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այո, ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության այլ այրեր մեկնել էին Ռուսաստան, հանդիպելով Ռուսաստանի նախագահի և կառավարության այլ անդամների հետ։ Նախ առաջին հերթին ես զարմանում եմ մի երևույթի վրա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, եթե դուք չեք տիրապետում լիարժեք ռուսերեն լեզվին, ռուսերեն ասած նայզուստ վարժ, չեք տիրապետում ռուսերեն լեզվին, խնդրում եմ հայերեն ելույթ ունեցեք և թող թարգմանեն, դա նորմալ է, որ ձեր մտքերը լիարժեք լինի և մենք մեզ վատ չզգանք, նաև ձեր անգլերենը, ձեր ֆրանսերենը և առհասարակ, այն որ ժամանակ ունեք, ժամանակ եք գտնում թմբուկ թմկահարել, դրա փոխարեն լավ կլինի օտար լեզուների մասնագետների հրավիրեք, նվազագույնը ձեր խոսակցականի վրա աշխատեն, անհարմար է, ամոթ է։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, իրականում այնտեղ հանդիպում չկար, իշխանական լրատվական միջոցները և իշխանությանը հարող ցավոք քաղաքացիներն ասում են, տեսաք ինչ արեց մեր վարչապետը, իրականում ոչինչ չարեց, անգրագետ ռուսերենով փորձում էր հակադրվել, իսկ դուք տեսաք Վլադիմիր Պուտինը որքան հանդուրժողականությամբ Նիկոլ Փաշինյանին տարավ, իսկ թե փակ դռների ետևում ինչ տեղի ունեցավ, դրա վառ ապացույցներ, թե ինչպես նա վերադարձավ Հայաստան և ագրեսիվ, այսպես պահվածքով լրագրողների հետ և առհասարակ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հայ ժողովուրդ, վստահեցնում եմ ձեզ, այն խոսակցականը, որ Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանակներում խոսվում է, թե ռսի ստրուկ, ռսի սապոկ, ռսի այս, ռսի այն, դուք բոլորդ մոռանում եք, որ 70 և ավելի տարի Խորհրդային Միության կազմում ենք եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցություն ենք ունեցել որպես Խորհրդային Միության կազմի մեկ անդամ երկիր Հայաստանի Հանրապետություն։ Եվ մոռացել եք, որ Ռուսաստանում կար 3 միլիոն և ավելի ազգությամբ հայեր, Ռուսաստանի քաղաքացիներ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք տնտեսական գործունեությամբ են զբաղվում, մշտական բնակություն են այնտեղ հաստատել, Ռուսաստանից Հայաստան ֆինանսական ռեսուրսներ են տեղափոխում, փոխանցումներ են կատարում բանկային համակարգով։ Եվ եկեք չմոռանանք, եկեք հասկանանք ավելի շուտ տնտեսական գործոնով, թե ինչպես կարելի է բնորոշել հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղվածությունները ԵԱՏՄ և ՕԴԿԲ, ՀԱՊԿ, ռսի ստրուկի հոգեբարձ, ոչ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով ես ինձ ռսի ստրուկ չեմ համարում, ինչու, զուտ տնտեսագիտական մի քանի կոմպոնենտներ բերելով։ Առաջին, եկեք հասկանանք Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից ինչ ապրանքատեսակներ են ներկրում, առաջնային նշանակության ապրանքատեսակներ, էներգետիկ ռեսուրսներ, առանց որի հնարավոր չի պատկերացնել Հայաստանի Հանրապետության տնտեսության գործունեությունը և Հայաստանի Հանրապետության տնային տնտեսությունը, այսինքն յուրաքանչյուրիս ընտանիքի էներգետիկ ռեսուրսների հասանելիությունը։ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ռեսուրսների 80%-ը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, սա մեկ։ Երկրորդը, Ռուսաստանի Դաշնությունից ներկրում ենք հացահատիկի առյուծի բաժինը,
որը Հայաստանի Հանրապետության տնտեսության բաղկացուցիչ մասն է կազմում եւ հացահատիկը դա կենսական նշանակություն ունեցող ապրանքատեսակ է, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, հումքանյութային ռեսուրսներից մինչև առաջնային եւ երկրորդային նշանակության ապրանքատեսակներ։ Եվ եկեք տեսնենք Հայաստանի Հանրապետությունից ինչ ենք արտահանում Ռուսաստանի Դաշնություն։ Երկրորդային, երրորդային եւ չորրորդային նշանակություն ունեցող ապրանքատեսակներ, այսինքն գյուղատնտեսական նշանակություն ունեցող ապրանքատեսակներ, որոնք այնքան փոքրաթիվ է ծավալը ողջ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի սպառողական շուկայի համար, որը շատ հանգիստ կարող են զբաղեցնել ԵԱՏՄ-ի ոչ անդամ մեր հարևան երկու երկրները Վրաստանը եւ Ադրբեջանը։ Արտահանում ենք ալկոհոլային խմիչքներ եւ ոչ ալկոհոլային խմիչքներ եւ տեքստիլ ապրանքատեսակ։ Ուզում եք ասեք Հայաստանի Հանրապետության կողմից արտահանվող ապրանքատեսակները կենսական նշանակություն ունեն Ռուսաստանի համար, իսկ Ռուսաստանից ներկրվող ապրանքատեսակները կենսական նշանակություն չունեն Հայաստանի Հանրապետության համար, հետևաբար մենք հանդիսանում ենք ռսիստրուկ ոչ Հայաստանի Հանրապետության տնտեսության, ազգային անվտանգության եւ ազգաբնակչության բարեկեցության թիվ 1 գործոնը տնտեսական եւ քաղաքական առումով Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների Բելարուսի, Ղազախստանի, Կիրգիզստանի եւ Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների անդամ լինելը եւ ել ավելի խորացնելը։ Չի կարելի մի պետության կամ տարածաշրջանային կազմակերպության դա կլինի տնտեսական, քաղաքական, անվտանգային եւ մենք համագործակցելով այդ կառույցների հետ լիաիրավ անդամ եւ մենք համարենք մեզ, եթե համագործակցությունը խորացնում ենք, ռսիս տրուկ ենք։ Ով ուզում է թող մտածի ինքը ռսիս տրուկ է, թե ռսիս սապոկ է, ես քաշ գիտակցում եմ այն ապրանքատեսակները եւ ծառայությունները, որը ես իմ ընտանիքի անդամները եւ իմ միջավայրը սպառում է յուրաքանչյուր Աստծու օր, այն կենսական նշանակություն ունի մեր գոյության համար, մեր տնտեսությունը չի կարող այն ունենալ, եթե չներկրենք Ռուսաստանից, իսկ այլ աղբյուրներ առայժմ չունենք։ Եվ երկրորդը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ասում է, մենք կփոխարինենք ռուսի գազը այլ աղբյուրներից, միգուցե նկատի ունենալով Ադրբեջանին։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության ատոմակայանի կառավարման իրավունքը հանձնված է Ռուսաստանին, Հայաստանի Հանրապետության երկաթգիծը հանձնված է կառավարման իրավունքը Ռուսաստանին եւ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, Գյումրիում։ Հիմա տեսեք, մենք նախ չենք կարող փոխարինել ադրբեջանական գազը ռուսական գազով, որտեղ Ադրբեջանը ինքը չունի այդ ծավալները, որ ըստ պայմանագրերի Վրաստանով, Թուրքիայով արտահանում է այլ երկրներ, այն ռուսական գազն է միաժամանակ օգտագործում թուրքմենական եւ ղազախական։ Եվ երկրորդ, Հայաստանի Հանրապետության տարածքում առաջնային, երկրորդային եւ երրորդային նշանակություն ունեցող գազախողովակները բացառապես պատկանում են Գազպրոմ Արմենիային։ Եվ հայ-իրանական գազամուղը նույնպես բացառապես պատկանում է Գազպրոմ Արմենիային, այսինքն ռուսական գործոնն է այստեղ։ Սակայն տնտեսական հարաբերությունների մեջ առաջնային է էներգետիկ անվտանգության, ինքնաբավության եւ հասանելիության գործոնը 100 եւ ավելի տոկոսով, թե բիզնես միջավայրի համար, թե տնային տնտեսությունների համար, քան ումն է պատկանում։ Այո, լավ կլիներ ժամանակին այնպիսի տնտեսական քաղաքականություն իրականացնեինք, որ այսօր չպատկաներ ռուսական գործոնին, սակայն ունենք այն, ինչ որ ունենք։ Բայց ռուսական գազով ոչ միայն Երևանի ջերմաէլեկտրոկայանն է էլեկտրաէներգիա արտադրում, այլ նաև ռուսական գազով Հայաստանի Հանրապետությունում շահագործվող մեքենաների շուրջ 80%-ն է լիցքավորվում։
տնտեսության ոլորտն է գազամատակարարում, ջերմոցային տնտեսություններից վերցրած հացի արտադրամասերից դուրս եկած, ինչպես նաև յուրաքանչյուրիս օջախում։ Եվ իրանական գազը մենք օգտագործում ենք բացառապես էլեկտրաէներգիա ստանալու համար Հրազդանի ջեկում։ Այո, կարող ենք փոխարինել, սակայն եթե խողովակները մեզ չեն պատկանում, իսկ Ռուսաստանն ասեց ես թույլ չեմ տալիս, ինչպես ենք այն մատակարարելու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով մեկ։ Դա ամենակարևոր $1 միլիոն հարցի պատասխան է, որը օրվա իշխանությունները չեն կարող տալ։ Ինչ վերաբերվում է հարավկովկասյան երկաթգծին, որ Նիկոլ Փաշինյանը ասում է մենք միգուցե կառավարման իրավունքը վերցնենք եւ վաճառենք այլ երրորդ երկրի։ Եկեք հասկանանք մի պարզ ճշմարտություն։ Ռուսաստանի դաշտությունը եւ առհասարակ ԵԱՏՄ-ն այն քաղաքական եւ տնտեսական կառույցն է եւ այն կարևորագույն ռազմավարական նշանակությունով դաշնակից երկիրն է Ռուսաստանի դաշտությունը։ Եթե մենք մի փոքր մեր հարաբերությունները էլ ավելի խոր բանը վատթարացնենք, ռուսական կողմը տնտեսական որոշակի ոչ առերևույթ, սակայն պատժամիջոցներ կկիրառի այն ապրանքատեսակների նկատմամբ, որը մենք արտահանում ենք Ռուսաստան, եւ այնպիսի սակագներ կսահմանի այն ապրանքատեսակների համար, հիմնականում խոսքը գնում է էներգետիկ ռեսուրսների մասին, որը ներկրում ենք Ռուսաստանի դաշտությունից։ Այսօր 1000 խորանարդ գազի դիմաց մենք վճարում ենք սահմանին $177.5, իսկ Վլադիմիր Պուտինը հստակ նշեց, որ Եվրոմիությանը մենք վճարում ենք կամ առանձին երկրներին $600 եւ ավելի։ Դուք պատկերացնում եք, եթե 30-40%-ով այն սակագինը, որը սահմանի վրա ֆիքսված է, բարձրանա, համարժեքության սկզբունքով եւ մի բան էլ ավելի թանկանալու է գազը Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների եւ տնային տնտեսությունների համար։ Այսօր 1 խորանարդ գազի դիմաց տնային տնտեսությունը վճարում է $143.7, իսկ անապահով ընտանիքները վճարում են $100։ Մտովի պատկերացրեք 30-40%-ով ձեր գազի սպառման գինը միայն տնային տնտեսությունների մասին է խոսքը գնում, 30-40%-ով բարձրանա։ Այն միթե չի անդրադառնա ձեր ընտանեկան բյուջեի վրա, միանշանակ անդրադառնալու է։ Եվ տնտեսվարող սուբյեկտների կողմից նույնպես ձեռք բերված գազի սակագնի բարձրացման արդյունքում ձևավորվող ապրանքների ինքնարժեքը բարձրանալու է, եւ այն ոչ միայն երկրի ներսում սոցիալական լուրջ խնդիրները առաջացնելու գնման եւ գնողունակության առումով, այլ նաեւ մեր ապրանքատեսակը արտահանման համար եւ ԵԱՏՄ, եւ Ռուսաստան, եւ այլ երկրներ գնային առումով արդեն իսկ ոչ մրցունակ է դառնալու։ Եվ եկեք չմոռանանք միայն գազի սակագնի բարձրացումը դոմինոյի էֆեկտով բացասական է անդրադառնալու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վրա, ջրի սակագնի բարձրացման վրա։ Արդյոք մեր տնտեսությունը, մեր տնտեսության այսօրվա կառուցվածքը պատրաստ է Ռուսաստանի հետ ճակատման գնալ Նիկոլ Փաշինյանի ամբիցիաները բավարարելու համար։ Իմ խորին համոզման որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես տնտեսագետ, մեր տնտեսությունը պատրաստ չէ, իսկ եթե տնտեսությունը պատրաստ չէ նման մարտահրավերներին, հետեւաբար պատրաստ չի կարող լինել նաեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։ Հետեւաբար այդ ռսի ստրուկ, ռսի սապոկ հասկացությունը հանեք։ Մեկ յուրաքանչյուրը ձեր ընտանիքներում նայեք, Ռուսաստանի դաշտությունում բարեկամներ ազգականներ չունեք, վստահ եմ, որ ունեք։ Այն տրանսֆերտները ոչ պաշտոնական, որը Հայաստանի Հանրապետությունում տարեկան շուրջ 4 միլիարդ եւ ավելի դոլարի տեսքով մտնում է Հայաստանի Հանրապետություն, դրսում ապրող մեր հայրենակիցների միջոցով միայն 30 եւ ավելի տոկոսը Ռուսաստանից է գալիս։ Հիմա հարց. Ռուսաստանի տնտեսությունն է Հայաստանի տնտեսության ստրուկը, թե մեր տնտեսությունն է Ռուսաստանի ստրուկը։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքները Ռուսաստանի դաշտություն եւ առհասարակ ԵԱՏՄ
երկրորդային, երրորդային, չորրորդային նշանակություն ունեն այդ երկրների տնտեսվարողների եւ սպառողների համար։ Իսկ այն ապրանքատեսակները, որը հատկապես Ռուսաստանի դաշտությունից ենք ներկրում, բացառապես առաջնային նշանակություն ունեն, թե պարենային անվտանգության առումով, թե էներգետիկ անվտանգության առումով, բացառապես առաջնային նշանակություն։ Հետևաբար մտածելու տեղիք է տալիս, թե որ տնտեսությունն է կախվածության մեջ Ռուսաստանի ԵԱՏՄ-ի տնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսությունից, թե մեր տնտեսությունը այդ երկրի տնտեսությունից։ Նույն Բաբաջանյանը, նույն Խզմայլյանը, նույն Շիրինյանը մեկ էլ մյուս։ Արա մի հատ պարզ հարց եմ ձեզ տալի, որ այդքան քննադատում եք ռուսական գործոնին, ԵԱՏՄ-ին, Խորհրդային Միության ժամանակ չեք ծնվել։ Այն բնակարանները, որով այսօր դուք ապրում եք, Խորհրդային Միության ժամանակ չեք ստացել, եւ այն կաթսան, որը ձեր տանը տեղադրված է, ռուսական գազով չի, եւ այն էլեկտրաէներգիան, որը ձեր տունը լուսավորում է, ատոմակայանի կամ ջերմաէլեկտրոկայանի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արդյունքը չի, ադրբեջանական գազն է եւ այն հացամթերքը, որը ոչ բարով զղկտվում եք։ Ադրբեջանական հացամթերքն է, թուրքական հացամթերքն է, թե եվրոպական հավաքական ընտանիքի կողմից ներկրված հացամթերքն է։ Հարց, գնացեք եւ մտածեք, բավական է սեփ խրեք հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Մի հատ տնտեսական, քաղաքական եւ անվտանգային գործոնները խորապես վերլուծեք, պատմական ակնարկները վերլուծեք, նոր նման հայտարարություններով կամ դրսի գրանտներով հայ ժողովրդի ուղեղը լվացեք, առանց այդ Նիկոլ Փաշինյանը մինչ իշխանության գալը եւ արդեն 8 տարի այդ ժողովրդի զգալի մասի ուղեղը լվում է։ Բավական է, իրականում բավական է։ Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է հարաբերություններ ունենալ, բազմաֆունկցիոնալ, բազմապրոֆիլ, տնտեսական, քաղաքական եւ եվրոպական ընտանիքի եւ առանձին երկրների հետ, եւ Ամերիկայի հետ, եւ Ասիայի հետ, եւ Մերձավոր Արևելքի հետ, սակայն ինչ որ հարաբերություններ մերժելով եւ նորը ձևավորելով դու պետք է հասկանաս մի պարզ ճշմարտություն։ Քո տնտեսությունը, քո ազգաբնակչության մենթալիտետը, քո արտադրված ապրանքների որակը միջազգային չափանիշներին կամ տարածաշրջանային տնտեսական չափանիշներին, հա, որպես ապրանքների ստանդարտացման չափանիշներին համապատասխանում է թե ոչ, վստահեցնում եմ ձեզ, ոչ այնքան համապատասխանում է, որքան այսօր արտադրված ապրանքատեսակների զգալի մասը համապատասխանում է ռուսական ԵԱՏՄ շուկայի չափորոշիչներին եւ ստանդարտներին։ Բժշկական ապահովությունից հա խոսենք, պարոն Անդրեասյան, մանրամասն ներկայացնեք, որտեղ է իրական խաբեությունը։ Բժշկական ապահովագրությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հունվարի 1-ից 3 շերտի բաժանված 65 եւ ավելի տարիք ունեցող քաղաքացիները 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները եւ 18 տարեկանը չլրացած քաղաքացիները, այո, հունվարի 1-ից պարտադիր համապարփակ կամ համընդհանուր առողջապահության, հա, այդ անվճար ծառայությունների փաթեթից օգտվում են։ Սակայն մինչ այս օրենքը ուժի մեջ մտնելը արդեն իսկ կար անկախ տարիքից եւ սեռից հիվանդության եւ վիրահատության բժշկական միջամտության ծառայությունների մատուցման տեսակներ, որը անգամ միջազգային առողջապահության կազմակերպության կողմից սանվանված տեսակների անվճար էր այդ պետպատվեր հասկացությունը եւ անչափահաս երեխաների հետ կապված եւ մեր տարեցների հետ կապված եւ սոցիալապես անապահով ընտանիքների հետ կապված եւ հաշվանդամություն ունեցող անկախ սեռից եւ տարիքից քաղաքացիների հետ կապված, ինչպես նաև կային քաղաքացիների մի շերտ, որոնք զինվորական ծառայությունն էին իրականացնում եւ իրականացնում են, եւ ոստիկանական համակարգ մուժային կառույցներում ծառայողների ընտանիքի անդամները նույնպես անվճար բուժօգնությունից օգտվում էին։ Սակայն Հայաստանի Հանրապետության վերջի տարիների պետական պարտքի շեշտակի եւ անհիմն բարձրացման արդյունքում, ինչպես նաև տնտեսության տարեստարի
Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ասում է տնտեսական աճ ենք ապահովում, լուրջ եք ասում, բայց այդ դեպքում ինչու է Հայաստանի Հանրապետությունում աղքատության թիվը տարի բարձրանում, ինչու են ՀՀ քաղաքացիները արտագաղթում եւ առհասարակ, ինչու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին բանկային համակարգի տակ տանջվում եւ առհասարակ այն ամեն ինչը որ մեր միջավայրում դա տնտեսական ակտիվության եւ տնտեսական զարգացվածության աճետ առերեսում չունի սակայն այս պայդրությամբ հունվարի 1-ից անվճար է բայց եկեք չմոռանանք որ պետական բյուջեի ֆինանսական խնդիրների արդյունքում այս մարտիկ հերթական անգամ արագ էժան եւ խորապես չվերլուծելով մի անորակ որոշում կայացրեցին, որ Հայաստանի Հանրապետության այս 3 խումբ մարդիկ պետք է անվճար բուժօգնություն ստանան եւ իրականում 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացող մարդկանց աշխատավարձի վրա թաքնված հարկատեսակ ավելացրեցին եւ այդ գումարի ձևավորման արդյունքում կարողանում են համենայն դեպս մինչ այս պահը հարաբերականորեն անվճար բուժծառայություն, բուժմատություն եւ վիրահատություն իրականացնել։ Միայն այն քաղաքացիները, որոնք Նիկոլ Փաշինյանին տեսնելով ասում են «Շնորհակալություն Նիկոլ Փաշինյան, մեր փրկիչ» եւ այլն, ծրի բուժվում ենք, հարգելի քաղաքացիներ, անվճար ոչինչ երբևիցե որևիցե մի հասարակարգում չի եղել, չկա եւ երբևիցե չի կարող այն լինել։ Այն համընդհանուր համակարգ է, այսինքն մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար։ Իմ կատարած ծախսը մեկի եկամուտ է, մյուսի կատարած ծախսը մեկ այլ անձի եկամուտ է։ Ոչ, ձեր բնակիչները, ձեր քաղաքացիները, ձեր հարևանները, ձեր ազգականներն են վճարում այդ վիրահատության համար, այդ 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներն են վճարում ձեր վիրահատության, ձեր անվճար դեղորայքի համար։ Դուք պետք է շնորհակալ լինեք այդ քաղաքացիների համար, ոչ թե Նիկոլ Փաշինյանի համար, գաղափարը շատ լավն է, չեմ վիճում, բայց բացառապես Նիկոլ Փաշինյանի գործոնը չէ, հարց, 27 տարեկան քաղաքացին մոտակա 15 տարին առողջապահական խնդիր չունենալով եւ տավաստված առհասարակ չունենա։ Ամսական իր աշխատավարձից 200,000 եւ ավելի աշխատավարձ է ստանում։ Ամսական իր աշխատավարձից պահում է արվում թաքնված լրացուցիչ հարկատեսակի տեսքով, որ կարողանա ապահովի 65 եւ ավելի տարիքի անձանց առողջապահությունը եւ իրենը 200,000 եւ ավելի աշխատավարձ ստացողների եւ միշտ 18 տարեկան քաղաքացիների համար շնորհակալություն հայտնեք ձեր հարևաններին եւ այն քաղաքացիներին, որոնք 200,000 եւ ավելի աշխատավարձ են ստանում, ինչպես նաեւ թմկահարում են 10,000 դրամ թոշակների բարձրացումը եւ անվճար բուժօգնությունը։ Դուք տեսել եք ազգային ժողովից կամ կառավարության նիստերի ժամանակ խոսեն ապրանքի գների աճի մասին կամ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այս Մանուշակ մանկապարտեզ, խումբը, որ ավտոբուսում մեկնում է մարզեր կամ Երևանում շրջայց է կատարում։ Տեսել եք խոսեն ապրանքի գների բարձրացման մասին, մատուցվող ծառայությունների գների բարձրացման մասին, ոչ, բացառապես խոսում են միայն 10,000 դրամ թոշակի բարձրացման մասին եւ անվճար առողջապահության մասին։ Եկեք հասկանանք մի պարզ ճշմարտություն։ Եթե մեր պետական բյուջեն ի վիճակի լիներ 10,000 դրամով համատարած թոշակառուների, կենսաթոշակառուներին եւ իրենց հավասարեցված անձանց թոշակները եւ կենսաթոշակները բարձրացնեն, վստահեցնում եմ ձեզ, հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացված կլիներ։ Իսա քաղաքական գործոնի արդյունք է։ Ապա հարց, ինչու հունվարի 1-ից չարեցին, այլ ապրիլի 1-ից, որովհետեւ մեր պետական բյուջեն իրականում ի վիճակի չի լինելու սպասարկել այս թանկացման կամ բարձրացման գումարային ծախսերը։ Ինչու? Որովհետև 2026 թվականի կատարողականով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները այս 12 ամիսների ընթացքում մենք պետք է տնտեսությունից հավաքագրենք 3 տրիլիոն 92 միլիարդ դրամ եւ պետք է վերաբաշխենք ծախսերի առումով 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ
Իսկ 26 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը 537 միլիարդ դրամ է, որը բաժանած 365 օրերի ընթացքում յուրաքանչյուր աստծոր այն կազմում է 1 միլիարդ 472 միլիոն դրամ եւ ապրիլի 1-ից 10,000 դրամի բարձրացումը լրացուցիչ 80 եւ ավելի միլիարդ դրամի ֆինանսական բեռ է լինելու մեր պետական բյուջեի վրա եւ այն նախատեսված չէր 26 թվականի պետական բյուջեի կատարողականով եւ սա պարզ երևում է որ քաղաքական գործոնի արդյունք է այո լավ է որ թոշակառուների թոշակը բարձրացվում է այո լավ է որ անվճար բուժօգնություն կա թեպետ այս երկու օրենքները կամ 20% յետ վերադարձի օրենքը իրականում բացասական է անդրադառնում աշխատուժի շուկայի վրա բացասական է անդրադառնում ազգաբնակչության բոլոր շերտերի վրա, որովհետև այն էլ ավելի է հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում ծանրանում տնտեսվարող սուբյեկտների, նրանց կողմից արտադրվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների գների վրա։ Այդ 80 միլիարդ դրամը որտեղից է հավաքագրվելու միանշանակ Հայաստանի Հանրապետության տնտեսությունից ինչպես ապրանքների գների արդյունքում ծառայությունների գների արդյունքում արտահանվող ապրանքների սակագների բարձրացման արդյունքում զբոսաշրջիկները որոնք գալու են Հայաստան արդենից ձեռք են բերելու բարձր արժեք ունեցող ապրանքներ եւ ծառայություններ նույնպես նրանք նաեւ վճարելու են այս 80 միլիարդ դրամի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ի վիճակի չի արդեն իսկ սպասարկել որովհետեւ թոշակների բարձրացումը դա պետք է արհեստական քաղաքական որոշում չլինի այն պետք է լինի տնտեսական հիմնավորվածություն եթե Հայաստանի Հանրապետությունում կա արդեն իսկ շուրջ 700,000 արդեն ձգտող 700,000 թոշակառուներ եւ իրենց հավասարեցված անձինք հաշվանդամներ սոցիալապես անապահով անձինք եւ ունենք շուրջ 812,000 գրանցված աշխատող արդեն իսկ մեկ թոշակառուին բաժին է հանձնում 1.1 աշխատող եւ չի կարող թոշակների բարձրացումը լինի բնական տնտեսական գործոնի արդյունքում եթե իհարկե մեկ թոշակառուին 3 աշխատող բաժին չի ընկնում հետեւաբար եթե ունենք շուրջ 700,000 թոշակառու մենք պետք է ունենայինք 2.100.000 աշխատուժի շուկա, որ ոչ միայն 10,000-ով բարձրացվեր, այլ նաև 20-30,000 դրամով բարձրացվեր եւ այն ծանր ֆինանսական բեռ չլիներ մեր պետական բյուջեի վրա։ Այստեղ խնդիրը բարձրացման մասին չի, խնդիրը նրա ծանր տնտեսական հետևանքները, որոնք մենք զգալու ենք ամիսների ընթացքում։ Իդեպ ասեմ, Հայաստանի Հանրապետություն հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս պարտադիր համընդհանուր ապահովագրության, համակարգը, որ ներդրվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին լավագույն դեպքում արդեն իսկ ֆինանսական խնդիրներ է ունենալ, որտեղ նույն առողջապահության նախարարը հայտարարեց, որ այս 3 ամսվա ընթացքում արդեն իսկ 600,000 քաղաքացի օգտվել է այս համակարգից։ Հարց է առաջանում, բայց ֆինանսական ռեսուրսները այս 3 ամսվա ընթացքում աշխատավարձից պահվող արդյոք բավարարես ծածկել այդ 600,000 քաղաքացիներին տրամադրված բուժօգնությունը, դեղորայքը եւ վիրահատությունների վրա կատարվող ծախսերը։ Վստահեցնում եմ ձեզ ոչ, այն պետական բյուջեի այլ ծախսերից կրճատման արդյունք է։ Ինչպես նաեւ այս 10,000 դրամները, որը շուրջ այս տարի միայն 80 եւ ավելի միլիարդ դրամ է անելու, նույնպես պետական բյուջեի այլ ծախսերից են կրճատվելու, հիմնականը պաշտպանական ոլորտից եւ կապիտալ ծախսերի ոլորտից։ Եվ սա ընդհանուր ամբողջական բացասական հետևանքներ է թողելու տնտեսության բոլոր ոլորտների վրա եւ քաղաքացիների գնողունակության վրա։ Սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչություն, խորը մտածեք եւ վերլուծեք այն որոշումները եւ օրենքները, որոնք այսօրվա իշխանությունները իրականացնում են 9-8 տարվա մեջ պետական բյուջեի արտաքին պարտքը 140-150%-ով արդեն իսկ բարձրացրել են։ Յուրաքանչյուրը 8 տարվա մեջ ձեր ընտանիքի սոցիալական կարգավիճակը, գնողունակությունը, կենսամակարդակը 150%-ով բարձրացել է թե ոչ։ Հարց եմ ձեզ տալիս
գալի։ Ինքներդ մի հատ խորապես մտածեք, բարձրացել է շուրջ 150%-ով ձեր ընտանիքի կենսամակարդակը, թե ոչ։ 150%-ով ավելին ապրանքներ եք կարող գնել, թե ոչ։ Ավելին կարողանում եք հագնել, թե ոչ։ Ավելին կարողանում եք հանգստանալ, թե ոչ։ Հետևաբար հարց, այս պարտքի բարձրացման արդյունքում, որը ծանրացնում է մեր սոցիալ-տնտեսական կյանքը, որտեղ են ծախսել, ասֆալտապատում եւ պաշտպանության ոլորտ վստահեցնում եմ ձեզ ոչ, պարզապես պարտքով պարտք ենք փակել, որոշակի կապիտալ ծախսեր են կարել, որոնք անարդյունավետ են եւ հիմնականում կոռուպցիոն հիմքեր են իրենց մեջ պարունակում եւ պարզապես մխսել են։ Չի կարող թեկուզ 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը 2-3 տարում մի քանի թանկարժեք բնակարաններ անգամից հիպոթեկով ձեռք բերի եւ ամսական սպասարկում իրականացնի։ Վստահ եմ, որ ձեր միջավայրում կան մարդիկ, որոնք հիպոթեկ են ձեռք բերել։ Հարցրեք, ասեք, կարողանում են անգամ 1 բնակարան ձեռք բերած հիպոթեկը սպասարկեն։ Եվ սպասարկելուց չդժգոհեն կամ չնեղվեն։ Հարցրեք եւ ձեր ինքները ձեզ հարց տվեք, բայց ոնց եղավ, որ նախարարները, падգամավորները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաները հիպոթեկի քողի տակ ասում են մենք կարողանում ենք ձեռք բերել հիպոթեկ եւ այն սպասարկել։ Տրամաբանություն չկա, հետևաբար անգամ ասեմ ավելին, այն տնտեսական քաղաքականությունը, այն արտաքին եւ ներքին քաղաքականությունը, որ սրանք տարիներ շարունակ իրականացնում են եւ բազմաթիվ կորուստներ եւ աղետների միջով անցնում ենք, տնտեսական, քաղաքական, տրամաբանություն չկա իրենց վարած տնտեսական, քաղաքական, անվտանգային, արտաքին եւ ներքին քաղաքականությունների մեջ եւ հունիսի 7-ին ընտրությունները մի այդ մտովի վերլուծեք եւ հասկացեք ինչպես գնաք ընտրությունների, որ փոխվի Հայաստանի Հանրապետությունում տնտեսական եւ քաղաքական եւ բարոյահոգեբանական վիճակը, որովհետև հունիսի 7-ի ընտրություններից պայմանավորված է լինելու 31 թվականի ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում, նշանակովի է լինելու, թե ընտրովի, եւ առհասարակ մինչեւ 30-31 թիվը Հայաստանի Հանրապետության անվտանգային, տնտեսական ինքնիշխանության ինչպիսի կորուստներ, զիջումներ ենք ունենալու, թե ոչ։ Ես կոչ չեմ անում ինչ որ մի քաղաքական ուժի գնացեք ձայն տվեք, բայց նվազագույնը այսօրվա իշխանությանը ձայն մի տվեք, իսկ առավելագույնը, որ կարող եք անել, մասնակցեք միանշանակ անտարբերության մթնոլորտից դուրս եկեք, հիասթափության հոգեբանությունից դուրս եկեք, գնացեք ընտրատեղամասեր, նվազագույնը ապահովեք, ընտրությունների մասնակցության աճ, որ այսօրվա իշխանությունների վերարտադրությունը գոնե այդ ուղղությամբ, դժվարին լինի, իսկ ընդդիմադիր ուժերը թող կոնսոլիդացնեն իրենց ուժերը եւ գոնե ընտրությունների միջոցով կամ հետընտրական պրոցեսների միջոցով այսօրվա իշխանություններին իշխանազրկենք, իսկ քաղաքական եւ տնտեսական գնահատականները վստահեցնում եմ ձեզ տալու են։ Ես եմ ձեզանից շնորհակալ։